10 սանտիմետրը 4 Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Այսօր օրը շաբաթ է և ես որոշեցի, որ վլոգ սկսեմ նկարել։ Իսկ մեզ միացած նոր հետևորդների համար ասեմ, որ ես Լիաննան եմ, 32 տարեկան, ապրում եմ Գյումրիում, ունեմ 2 հրաշք աղջիկ և վարում եմ իմ ընտանեկան վլոգը։ Շնորհակալ եմ իմ փոքրիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար։ Դե ինձ սիրուններս, իրականում խմում եմ իմ այսօրվա երկրորդ բաժակ սուրճը, ինչպես տեսնում եք արդեն պատրաստվել եմ, ինձ մի փոքր կարգի եմ բերել, դիմահարդարվել եմ, հիմա սուրճս խմեմ ու ուզում եմ դուրս գալ խանութներով, մի քանի խանութ եմ ուզում մտնել, տեսնեմ ինչ կա չկա, ինչ որ հետաքրքիր բան, եթե կարողանամ գտնել ու գնել, անպայման ձեր հետ եւս կկիսվեմ։ Հա, մեկ էլ չմոռանամ, որ պետք է մտնեմ Viber-ից, պատվերներ ունեի, պատվերներ սեն եկել, գնամ էդել վերցնեմ, հետո միասին կնայենք, թե ինչ պատվերներ եմ արել։ Այդպես։ Մեկ էլ գիտեք ինչ եմ ուզում ասել, որ այս որոշ ժամանակ է, որ դիմահարդարվում եմ, նկատում եմ դեմքիս ահավոր չորությունը, դեմքիս մաշկը բավականին չորացել է ու դա հատկապես նկատում եմ, երբ որ դիմահարդարված եմ լինում, չգիտեմ ինչի հետ է դա կապված, եղանակային փոփոխությունից է, ջրի պակասից է, որովհետև իրականում ես շատ քիչ եմ ջուր օգտագործում, կարելի ասել օրվա ընթացքում մեկ բաժակ ջուր էլ չեմ խմում, որը իրականում գիտեմ, որ շատ վատ է, բայց չեմ կարող ինձ ստիպել շատ ջուր խմել, ինչն էլ անդրադառնում եմ մաշկիս վրա, բայց այս վերջերս շատ է չորանում մաշկս, չգիտեմ ինչ որ դիմահարդարման պրոդուկտներից է, թե եղանակից է, բայց կարծում եմ եղանակից է, որովհետև պրոդուկտները նոր բաներ չեմ փորձարկել, իմն է, ինչ որ մշտական օգտագործում եմ, հիմա ուզում եմ ինչ որ խոնավեցնող դիմակ, բայց տնային պայմաններում պատրաստված, եթե դուք գիտեք նման դիմակ, որ կարող եմ տան պայմաններում պատրաստել ու օգտագործելու ինքը օգուտ տա, այսինքն դեմքս խորը խոնավեցնի, կարող եք մեկնաբանությունների բաժնում գրել, ես անպայման կպատրաստեմ, կփորձարկեմ ու ձեզ էլ կասեմ իմ կարծիքը։ Կտորե դիմակների մասին գիտեմ, ես ինքս էլ երբեմն օգտագործում եմ, բայց այդքան կողմնակից չեմ կտորե դիմակներին, որովհետև իրանք ճիշտ է րոպեին օգուտ տալիս են, դեմքդ խոնավեցնում են, բայց այդքան էլ առողջարար չեն ու ես էլ չեմ ուզում այդպես արհեստական հավելումներով ինչ որ բաներ շատ օգտագործել, այդպես էդ էի ուզում ասեի, դրանով էի մտահոգված այս մի քանի օր է, եթե ինչ որ այդպես դիմակ չկարողանամ գտնել, ես ինքս էլ YouTube-ով կփնտրեմ, տեսնեմ գուցե լինի դիմակներ, դժվար չլինի, երևի մյուս ամսվա մեջ կգնամ խորը խոնավեցման, ինչ որ դեմքի չիստկայի, այս ուգրիները մաքրելու, չնայած որ այդքան էլ շատ չի իրականում, դեմքս մաքուր է, ուգրիներ չունեմ, սևկետիկներ չունեմ, բայց ամեն դեպքում խորը խոնավեցման համար արժի մի անգամ գնալ նման պրոցեդուրայի։ Էդ էլ այդպես սիրուններս, այսօր եւս անցկացնելու ենք տանը սովորական ձևով, այսօր մարտի 7-ն է, իսկ վաղը արդեն մարտի 8-ը ու միամսյակը, որը նվիրված է մեզ, մայրերիս և կանանց ու առհասարակ գեղեցիկ սեռին,
Այդպես տեսնենք վաղը ինչպես կանցկացնենք մեր օրը, իհարկե դուք եւս մասնակից կլինեք այդ ամեն ինչին, եթե ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպենք։ Հիմա սուրճս խմեմ, հաց ուտենք ու նոր դուրս կգամ խանութներով։ Նինուլիկս այսօր առավոտվանից դասերներ անում, կարելի ասել դասերի կեսը արդեն արել է, բանավորներն արել է, գրավորների մի մասը արել է, մնացել է Մայրենին, պետք է շարադրություն գրենք, այդ հարցում իրականում մի փոքր ես պետք է իրան օգնեմ, ուղղությունը տամ, բայց մտքերը ինքը պետք է շարադրի, որպեսզի հետագայում ինքը նման դժվարությունների առաջ չկանգնի, հա, շարադրություն գրելուց ես կողմնակից չեմ, որ առհասարակ երեխային այսպես ծամուն դնում են, հա, կոպիտ ասած իր դիմաց, որ ինքը ուղակի կուլ տա, դրանով իրան հաստատ չենք օգնի, ուղղությունը կարող ենք տալ, բացատրել շարադրություն գրելու ձևը ու ինքը իր մտքերը կարողանա արտահայտել, ինչպես որ կստացվի, որովհետև ինքը դեռևս 4-րդ դասարան է ու նոր է սկսում շարադրություն գրել, դրա համար պետք է օգնենք իրան սկզբի շրջանում։ Էդ էլ երևի կգնամ խանութ կգամ, հետո կնստենք երեկոյան միասին կգրենք։ Էդ էլ այդ մասով Անգելին ասել, հա, մի փոքր գրիպոզ վիճակ է, ջերմություն չունի, ինքի շատ ակտիվ է, իրան լավ է զգում, բայց քիթիկներից հոսում է, հուսով ենք մինչև երկուշաբթի կլավանա, որպեսզի արդեն պարտաճանաչ գնա մանկապարտեզ ու πάρի, որովհետև ինքը չափից շատ է բացակայում իր կապրիզների պատճառով, բայց ես այս անգամ որոշել եմ, որ էլ իր կապրիզները առաջ չեմ տանելու, հատկապես, որ այդ կապրիզները պատճառ չունեն, ես այդ ամեն ինչը ճշտել եմ ու վստահ եմ, որ իրան ոչ միտեղ չեն նեղացնում, պարզապես ինքը չի սիրում իր կոմֆորտ զոնայից դուրս գալ, ես այդ եմ նկատել, իրան ավելի հաճելի է տանը, իր խաղալիքների հետ, տան մթնոլորտը, բայց պետք է այդ ամեն ինչը կոտրենք, որովհետև հետագայում ավելի բարդ կլինի իրա համար առաջինը։ Մի խոսքով սիրուններս, այսպիսի նորություններ Դեն սիրուններս, մենք արդեն տանն ենք, գնացի խանութ, եկա, մի խանութներով պտտվեցի, իրականում դուրս է եկել, ուզում է ինձ համար կանանային կոշիկներ վերցնել, բայց հարմար ոչ մի տարբերակ չկար, իմ սրտով ոչ մի բան չկար ու չեմ գնել ոչ մի բան, ընդամենը մի քանի նվերներ եմ գնել, բայց կարծում եմ դրանք ցույց չեմ տա, այսպես մարտիության թեթև նվերներ են մերոնց համար, բայց ճանապարհից մտել եմ Viber-ից, վերցրել եմ պատվերներս, որոնցով էլ հիմա կկիսվեմ ձեր հետ, եկեք միասին բացեք, տեսնենք ինչ պատվերներ եմ արել։ Դե ինքնականը ես գիտեմ ինչ պատվերները, վերցրել եմ դուխիների սեթ, իրանք փոքր ֆլակոններով են ու վերցրել եմ իմ համար հեռախոսի պատյան, եկեք նախ սա տեսնենք, այսպիսի սիրուն պատյան եմ վերցրել, իմը արդեն մաշվել էր բավականին, էլ սիրուն չէր, ուզեցի այսպիսի մուգ գույն, որպեսզի ինքը չկեղտոտվի ու շուտ չփչանա, կարծում եմ, որ շատ սիրուն է, իմ տուրը շատ եկավ, սա պատյանս, հետո այս մեկը իրականում արդեն բացել էի, բայց հիմա ուզում եմ միասին նայենք, այսպիսի ուղղ ֆլակոններով դուխիների սեթ է, վերցրել եմ Tom Ford դուխին, էկլատը ու Chanel-ը,
Այսպես իրանք շատ Իսպես նայեք ինչ պուջուր ֆլակոններ են, հավես, պայուսակի մեջ դնելու հարմար, կարծում եմ նաև շատ սիրուն նվերի տարբերակ կարող է լինել, չգիտեմ, ինձ որ դուր եկավ հատկապես այս ֆլակոնները, շատ պուջուրիկ հարմար սիրուն դուխիներ են, այս հոտը ես գիտեմ, Շանելն է, իմ ամենասիրելի օծանելիքն է, որը կարծում եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես իրան կրելու եմ, այստեղ էկլատնել է ինձ ծանոթ հոտ, օգտագործել եմ Tom Ford-ը չեմ օգտագործել, ինձ անծանոթ հոտ է, բայց բավականին լավն էր հոտը, արդեն բաց է նայել եմ, այսպես, հիմա անցնենք այս մյուս օծանելիքի սեթին, սա արդեն Շանելի բոլոր բույրերն են, էլի փոքր ֆլակոններով եմ վերցրել, տեսնենք ինչ պիսին է, րոպե, բացեմ կամ, բացեցի, խնդրում եմ մի հատ նայեք այս սիրունությունը, ինչքան սիրուն պուջուր ֆլակոններ են, ինչքան սիրուն սեթեր են, հիմա բացենք ու տեսնենք հոտերը, ինքը 5 բույր ունի, Շանելին այս 3 բույրերին այդքան էլ ծանոթ չեմ, խնդրում եմ մի հատ նայեք էլի, Ինչ ունուշ է բույրը, ով է ցանվել այս բույրերը, մի հատ ասեք, տեսեք ինչ ունուշ հոտեր են, բայց ամաններն է շատ սիրուն, այս տարաները, այս էլ է շատ ունուշ, սա ցանել եմ, ինք ավելի շատ ցիտրուսային հոտ ունի, երբ դուր արևս, Դուր գնում ծանոթը։ Սա իմ համար իրականում մի փոքր սուր է հոտը, ես այդքան սուր հոտերի սիրահար չեմ, բայց կարելի է երբեմն օգտագործել, հետո, սա տեսնենք ինչ է, ես էլ է շոտ ունուշ հոտ, Շատ է, ինչ լավ նայում, իսկ սա իմ թարսեի պահել, իմ ամենասիրելի օծանելիքն է, Շանելը, որը կարծում եմ կյանքիս ամբողջ ընթացքում կլինի իմ սիրելի օծանելիքների թոփ առաջի շարքում, ես իրան միշտ օգտագործել եմ արդեն երևի մոտ 10 տարուց ավել 15 տարի ես իրան բացահայտել եմ ու իմ հիմնական հոտը հենց սա է, շատ եմ սիրում Շանելի այս հոտը ու այս պուջուր ֆլակոնը իմ պայուսակի անբաժան մասնիկը կլինի, սա ևս Հետ սիրունես, այսպիսին էին իմ պատվերները, որոշեցի ինձ մարտի 8-ի անթառաջ փոքրիկ նվերներ անել ինքս ինձ, այդպես գնանք, տեսնենք էլ ինչ կարող ենք անել, հա իրականում պետք է մատներս հարդարեմ, երևի գնամ այդ դաժան գործն էլ անեմ, պրծնեմ, Սիրուններս, իրականում նախորդ կադրերից արդեն մի քանի ժամ անցել է, այդ ընթացքում ես նորից խանութ եմ գնացել, տան համար գնումներ եմ կատարել, հետ եմ եկել, բայց նորից առանձնացել եմ ննջարանում, որովհետև գիրք էի կարդում, մի փոքր կարդալուց հետո հիշեցի, որ ես պետք է իմ եղունգները հարդարեմ, որը դեռ չեմ արել ու արդեն երեկո է, չեմ ուզում շատ ուշ ժամի թողնել, որպեսզի երկար չտևի ու մի խոսքով ուշ չպրծնեմ, հա։ Դրա համար որոշեցի ընթերցանությունս
հետաձգել։ Հիմա քուրիկս սուրճ է դնում, գնամ համ սուրճս կխմեմ, համ կնստեմ եղունգներս արագ կհարդարեմ ու համ էլ որոշեցի այս վլոգը այստեղ ու այսքանով ամփոփել, որպեսզի նաև հասցնեմ մոնտաժել ու տեղադրել, որ այսօր երեկոյան դուք տեսանյութ ունենաք դիտելու, հույսով եմ այն հետաքրքրությամբ կդիտեք ու այն կհավանեք ու եթե մինչև վերջ եք դիտել ու հավանել եք, ապա չմոռանաք լայքել, նաև բաժանորդագրվել, որովհետև դա ինձ ոգևորում է, դա ինձ ուրախացնում է ու ես ավելի մեծ եռանդով ու ոգևորվածությամբ եմ վլոգներ նկարում։ Ինչ ասեմ էլ, սիրում եմ բոլորիդ շատ, նաև կսպասեմ ձեր մեկնաբանություններին, կարող եք հանգիստ ազատ կիսվել ձեր անկեղծ կարծիքով, ես անպայման կկարդամ ու անպատասխան չեմ թողնի այն։ Դե ինչ այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա։